Մահվան ելքով վրաերթը տեղի ունեցել Երևանում։ Հուլիսի 27-ին ժամը 10:40-ի սահմաններում 21-ամյա երիտասարդը Իսակովի պողոտայում 3 նուկ կամրջի վրա իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Արձանագրվել է հետիոտնի մահը։ Վարորդը եղել է սթափ։ Ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հուլիսի 26-ին ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են Toyota, Volkswagen եւ Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մեկուսացնելով հրդեհը հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։ Վթար հրդեհի հետևանքով եւս 3-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ պարզելու ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Իրանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։ Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաեւ տրանսպորտի եւ ավիացիայի ոլորտներում համագործակցության առնչվող հարցեր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկվել է նաեւ Հայաստան-Իրան պետական սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Հայտնի չէ, արդյոք նաեւ Թրամփի ուղղահարցն է քննարկվել, թե ոչ։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այս երևույթը մտահոգության առիթ է տալիս, որ օտարպետությունն ըստ երևույթին ի վիճակի է նման ազդեցություն ունենալ Իսրայելի ներքին հարցերի քննարկման վրա։ Այն իրողությունը, որ Ադրբեջանի վարչակարգը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնյաների տեղահանության ու հայաթափության համար, կարող է հետաձգել կամ նույնիսկ որոշել, ինչ հարց կարող է ներկայացվել Քնեսեթում, նշված է պատրիարքության հայտարարությունում։ Մեզ համար հատկապես տարակուսելի է, որ Ալիևի վարչակարգի վիճակի է ազդել թե իսրայելցի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների, թե բարոյական հարցերի վրա, որոնք Քնեսեթը պատրաստ էր քննարկել։ Ուկրաինան Իսրայելի հրահանգով հարձակվել է Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավի վրա, փորձելով Եվրոպային պատերազմի մեջ ներքաշել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս հայտարարությունից կարճ չանցած հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին, նշելով, որ Կիևի գործողություններն անպատասխան չեն մնալու Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումից հետո։ Սխալ հաշվարկանողների ցանկը կարծես համալրվում է, գրել է նա X սոցիալական ցանցում։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ երկիրը ռազմական որևէ միջամտություն չի իրականացնելու Լիբանանում։ Նա նշել է, որ Սիրիան փորձում է հնարավորություն տալ Լիբանանին կատարել Հեզբոլլահին զինաթափելու իր պարտավորությունները, միաժամանակ ապահովելով, որ երկրում առկա իրավիճակը չազդի Սիրիայի վրա։ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները, հայտարարել է իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան։ Նա ընդգծել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է փոխադարձության վրա եւ որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով միգրանտները պարտավորվում են ապահովել իրենց եւ իրենց ընտանիքի անդամների ապրուստը, բնակության տարածքում սահմանված նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ պակաս չափով։ Դաշնության նախագահը նաեւ ստորագրել է օրենք, համաձայն որի աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են կամ լքել Ռուսաստանի տարածքը, կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել աշխատանքի թույլտվություն։ ԱՄՆ Սիեթլ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը վիրավորվել։ ԶԼՄ-ների տեղեկությամբ տուժածներից ամենափոքրը 2 տարեկան է։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հասունացող անտառային հրդեհները մոտենում են Բորդոյի մերձակայքում գտնվող ռազմական գործարաններին։ Բորդոյի շրջանի պաշտպանական եւ գիտական կարևոր օբյեկտները այժմ հայտնվել են վտանգի տակ։ Այդ տարածքում է գտնվում օրինակ M51 բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրական գործարանը։